Կարծրատիպերով լի ոլորտ, որն իրականում երկրի տնտեսական հենասյունն է, Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը։ Հանքարդյունաբերության մասին կարծրատիպերը կոտրելու ու երիտասարդներին ոլորտի իրական դեմքն ու հնարավորությունները ցույց տալու համար է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արդեն երկրորդ տարին կանգնած KESK-ի միջոցառման կողքին։ Այս տարի հանդես է գալիս որպես կրթական գործընկեր, վերահաստատելով իր ռազմավարական հանձնառությունը մարդկային կապիտալի զարգացման գործում։ Ամենակարևորը հասկանամ, որ հանքարդյունաբերության մեջ ոչ միայն հանքափորներն են, ժողովրդական լեզվով ասած, աշխատում, այլ նաև 40-ից ավել միգուցե 5 տասնյակ տարբեր մասնագիտություններ, իրենց ենթամասնագիտություններով ամենաընդգրկուն ոլորտն է։ Եվ երբ որ տարբեր հարթակներում կլինի դա KESK-ին, հանդիպումներ ուսանողների հետ պոլիտեխնիկում համալսարանում, տեսնում ես, թե ուսանողների աչքերը ոնց են բացվում եւ ոնց են սկսում այլ կերպ ընկալել մեր ոլորտը։ ԶՊՄԿ-ի աջակցությունը հնարավորություն է տալիս KESK-ին ընդլայնել ծրագրի կրթական բաղադրիչը, ներգրավել միջազգային գործընկերների եւ ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանի տաղանդավոր, նպատակասլաց ու առաջադեմ երիտասարդների համար։ Նպատակն է, որ մեր ուսանողները ոչ թե դրսի գիտելիքը ստանան ինչ-որ գրքերից, ինտերնետից կամ այլ հարթակներից, այն առաջնային մարդկանցից, ովքեր այդ գիտելիքը տվյալ երկրներում իրանց ուսանողներին են տալի, ու ամենակարևորն է, որ դա կատարում ենք ոչ թե մենակ դասախոսների կամ տեղի աշխատողների միջոցով, այլ հենց ուսանողներ են նաև գալի այդ թիմում, ովքեր կիսվում են իրանց փորձով։ Մենք ԶՊՄԿ-ի հետ աշխատանքը սկսել ենք դեռևս 2 տարի առաջ, սկզբից եղել է պարզապես ընկերային հարաբերություն, որ մասնակիցների համար գան պատմեն, թե առհասարակ լեռնամետալուրգիան ոնց է աշխատում, ինչ տեղ հնարավորություններ կան, ուր է ամեն ինչ գնում, իսկ արդեն անցյալ տարի հասանք այն կետին, որ ԶՊՄԿ-ն դառավ մեր ակադեմիայի գործընկերներից մեկը, ոսկե գործընկեր, ինչպես նաև այս տարի շարունակեց այդ process-ում ներգրաված լինել։ Քանի որ արտադրությունները հիմնականում հեռու են մայրաքաղաքից, լավագույն կադրերին ներգրավելը հեշտ գործ չէ։ Այս ձևաչափը լուծում է նաև այդ խնդիրը։ Միգուցե նաև հետաքրքրություն առաջացնենք նման հանդիպումներով մեր ոլորտի հանդեպ, եւ սա այն միջոցներից է, որ կարող ենք լավ երիտասարդ խոստումնալից մասնագետներին տեսնել եւ գայթակղել մեր ոլորտով։ Անցած տարի մրցույթի մոտ 30 մասնակիցների համար ԶՊՄԿ-ն կազմակերպեց այդ կոմբինատ։ Կոմբինատի մասնագետների պատրաստած հատուկ քեյսերը վերլուծելիս ուսանողները յուրահատուկ լուծումներ են առաջարկել։ Համագործակցությունը երկկողմանի արդյունավետ են գնահատում։ Այս տարի նույնպես կկազմակերպվի նմանատիպ այց։ Բավական տպավորված էին, ու մինչ օրս, երբ որ հարցնում ենք, որն էր անցյալ տարվա KESK-ի ամենահիշարժան պահերից մեկը, բազմաթիվ երիտասարդներ այդ պահերի շարքում անպայման ԶՊՄԿ-ի այցը նշում են, այս տարի հույսով են, որ նորից կունենանք, որտեղ ով որ առաջի անգամ է գնում կոմբինատ, իր լսածը, կարդացածը, գրքերում տեսածը, չգիտեմ, լրիվ այլ իրականություն է, քան այն ինչ իրանք տեսնում ու զգում են հենց տեղում։ Մենք փորձեցինք մաքսիմալ տալ մեր երիտասարդներին եւ մաքսիմալ նաեւ վերցնել իրենցից, շատ անհամբեր սպասում ենք վերջական KESK-ի վերլուծությանը։ Հայաստանի ամենախոշոր ու ազդեցիկ KESK-ային նախաձեռնություններից մեկը KESK-ի 2026-ը այս տարի գրանցել է աննախադեպ հետաքրքրություն։ Ավելի քան 800 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից ու կրթական հաստատություններից դիմել են մասնակցության համար։ Բազմաստիճան ընտրության արդյունքում ընտրվել են 234 մասնակիցներ, որոնք ձևավորել են 25 թիմեր եւ պատրաստվում են մասնակցել KESK-ի 2026-ի ամբողջական կրթական ու մրցակցային ճանապարհին։ Իսկ ինչ է տալիս մրցույթը մասնակիցներին։ Բիզնես քեյսը լուծելու ոլորտը շատ հետաքրքիր է։ Ինքը իրանից ներկայացնում է տարատեսակ բիզնեսների հետ աշխատելը, իրանց ներքին խնդիրները հասկանալն ու խորապես վերլուծելը։ Ու ամենակարևորը ինքը տալիս է թիմային աշխատանքի փորձ, որը դժվար է ուրիշտեղ ձեռք բերել։ Իրականում այդքան հաղթանակի մասին չենք մտածում, ինչքան KESK-ի տրված հնարավորություններից օգտվելու ու, չգիտեմ, մեր համար ինչ-որ կյանքի փորձ ձեռք բերելու, որովհետև որպես կամավորել եմ եղել KESK-իում, չգիտեմ, շատ լավ ու մեծ հնարավորություն է տալիս։ Գիտելիքի փոխանակման ակնկալիքով, networking, տարբեր սկիլերի զարգացվածության ակնկալիք ունենք, կլինի դա պրեզենտացիոն սկիլեր, կլինի դա անալիտիկ սկիլեր, ընդհանուր զարգացվածության ակնկալիքներով։ Այսպիսով KESK-ին դառնում է այն ռազմավարական հարթակը, որտեղ տեսական գիտելիքը վերածվում է գործնական հմտության, երիտասարդներին նախապատրաստելով լուծելու երկրի տնտեսության ու բիզնես ոլորտի մարտահրավերները։